Մեկը նստած է այնտեղ, Զաբելը, որցուկը քնած է դրան մոտ, ես էսպես եմ գնում, հետնամասով, նրանք իհարկե ինձ տեսնում են, վազում իմ հետևից, հա Զաբելս, հա սիրունս, նա էլ որցուկն է, եկեք, առանց ինձ բրդելու, Զաբել, հանգիստ, արի, առանց հաչալու, հանգիստ, որցուկ այնտեղ ոչ մեկ չկա ու հաչալու կարիք չկա, դու անուղել ես, Զաբել վե այ, լավ եկեք, անցի ու սուս մնա, անուղելի է, արի նվնվես, արի, սպասեք, հա, Ավրորա, դուք անցեք, որ ես անցնեմ, ես վտանգավոր տեղերով, անցի Ավրորա, Զաբել դու էլ, են որցուկն ուրա, անցեք դուք անցեք, որ ես եմ անցնում հետո, դուք անցեք, ես անցնեմ նոր դուք, դե տեսեք, չխանգարեք ինձ, չվրդեք, ես անցա, իսկ իրենք թրջեցին, ու վազեցին, եկեք, գնամ ձեզ կերակրեմ պուպուշներս, գնամ, ինչ ես թաթիկը բարձրացնում, գժող, վայ Զաբել, եկեք, այսօր ձեր մասին պատմելու եմ, եկեք, կերեք պուպուշներս ջուրը կա, կերեք ես մտնեմ փիսոների մոտ, տեսնեմ իրենք ինչպես են, ու հետո գամ, լավ, կեր, ու միջ հետնամասի դռնով մտնում եմ, ինձ դիմավորում է, լունտիկն ու մուլտիկն են դիմավորում, եկեք, լավ, եկեք գնանք ձեր մոտ, դե դավայ, վազեք գալիս, դե կերեք սիրուններս, ուզում եմ պատմել նորից մուլտիկի մասին ու լունտիկի մայրը Սիմոնան սերի գույնի կանաչ աչքերով սիրուն փիսիկ էր, որը դեռ երբ որ կերակրում էր մեր շենքում փիսիկներին, այդ ժամանակ այդտեղ էր բնակվում և ունեցավ այս մի ձագը, լունտիկը շատ փոքրիկ էր։ Հետո նա բերեց այս տարածք, այստեղից ինձ ձայն տվեց, երկրորդ հարկի պատուհանից, եկա այստեղ նրանց կերակրելու, լունտիկը ապրեց այստեղ, ստերջացվեց ու արդեն 5 տարեկան է, իսկ մուլտիկը մի օր առավոտյան հերթական անգամ երբ որ գալիս էի կերակրելու, կատվի մլավոց լսեցի, մուտքի էլեկտրական լարերի միջից եմ հանել, մոտ 2.5 ամսական էր մուլտիկը, նրան բերեցի այստեղ, նա մնաց այստեղ ու արդեն 3 տարեկան 5 ամսական է, լունտիկի մայրիկը Սիմոնան նույնպես ստերջացվեց և մի օր գնաց ու էլ չեկավ, արի կեր պուպուշս, պատմեցի ձեր մասին, ամենը, այնպես որ կարելի ասել նրանց ծնված օրվանից խնամում եմ, ի տարբերություն դրսում հանդիպող բազմաթիվ փիսիկների, գժուկ, կերեք ու լավ մնացեք, կերեք ես գնացի, ձեր պատմությունն էլ վաղը, հաջորդ անգամ այս պահին երկար չեմ ցանկանում մնալ այստեղ, հաջողություն, լավ քանի որ տեսադաշտից գնացին մարդիկ, ամեն դեպքում պատմեմ, 2023 թվականի ձմռանը այդ կիսաքանչ շենքի հատվածում հայտնվել էր, բերետ հողել էին Ավրորային մեքենայով, մտածելով այստեղ կերակրող կա, այստեղ աշխատանք էին արել և հղի վիճակում բերել էին թողել այնտեղ, պատահաբար տեսա Ավրորային, կաշի ոսկոր, խեղճացած, պանելի տակ այնտեղ, քարի տակ խորքային ունեցել էր ձագեր 7 հատ, մի խոսքով կերակրեցի Ավրորային, այնուհետև բնականա ստերջացրեցի, Զաբելը նրա ձագերից է, որը մնաց մոր մոտ, 2-ը չապրեցին, 2-ը որդեգրման տվեցին, մեկը գնաց, հեկավ, մի խոսքով մնաց Զաբելը, 2-ով էին մնացել Աբելի հետ, Աբելը մի օր անհետացավ այս տարածքից, շատ սիրուն շուն էր, ենթադրում եմ տարել են, որովհետև որևէ հետք չկար, կանաչ աչքերով շատ սիրուն որց էր, Զաբելը փոքր ժամանակ նույնպես էնտերիտով հիվանդացավ և տարա հասցրեցի, բուժեցի, բերեցի ու նա արդեն մոտ 2 տարի է մի փոքր ավել է ապրում է այս տարածքում, Զաբելը շատ մարդամոտ է, որովհետև այստեղ նա ոչ մի վատ բան չի տեսել, մարդկային առումով ինձ է հանդիպել, վատ չեն լարել, չեն խփել ու նա բոլորին սիրում է, որցուկը իրականում մի փոքր ավելի շուտ է այս տարածքներում չի ապրել մշտական, մոտակա հատվածներում է եղել, դեռ այստեղ մինչև Ավրորան այլ շներ էին ես կերակրում, նա երբեմն հայտնվում էր այստեղ, մոտավորապես մի 5 կամ 6 տարի առաջ,
Նա այստեղ այս կողմերում եղել է, բայց մշտական իմ խնամքի չէր։ Ինչպես բյուրեղավանում կան շատ շներ, որոնց ես բոլորին գրեթե ճանաչում եմ, այսինքն եթե ինչ-որ մեկը հրապարակի բյուրեղավանի շներից որևէ նկար, ես գիտեմ, թե այդ շունը որտեղ է, ինչ է, ու առնվազն գոնե մեկ անգամ հաստատ կերակրել եմ։ Որցուկը հաստատվեց այս տարածքում, երբ որ նրա աչքներ վնասվել, նրան տարա կլինիկա, 1 ամիս կլինիկայում մնալուց հետո, երբ որ վերադարձավ նա, այլևս ոչ մի տեղ չգնաց եւ որոշեց, որ պետք է մնա իմ խնամքին, մերժել չէի կարող։ Ու նա մշտական մնաց իմ խնամքին ու այլ ոչ մի տեղ չգնաց հիմնականում։ Այսպիսին է այս 3 շների պատմությունը։ Փիսիկներինը արդեն պատմեցի։ Ուզել եմ այս տարածքը վերջացնեմ, բայց եղել են շներ, գնացել են, վնասվել են, հետո նորերին են բերել։ Հիմա եթե այս շներին հանեմ, ես այստեղ չգամ, եւ մարդիկ հասկանան, որ ես այստեղ կենդանի չեմ կերակրում այլևս, կարծում եմ եւ հույս ունեմ, որ նոր կենդանիներ այս տարածքում չեն հայտնվի։ Այսքանը։ Հաջողություն, գնացի, հետևիցս չեք գալի։ Լավ։ Կարող եք գալ արևի տակ խոտերի մեջ պարկել հանգստանալ միայն։ Ահա, այդպես խաղում են, խաղացեք, վայելեք տարվա վերջին արևը, սիրուններս։ Շուտով ձմեռ է գալու ու հույս ունենամ այդ ժամանակ արդեն այստեղ չեք լինի։